Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ես ունեմ էլի շատ տաղանդավոր հյուր, ում վստահ եմ բոլորդ շատ լավ ճանաչում եք։ Իմ հյուրն է տաղանդավոր երգչուհի Սեդա Սերյանյանը։ Բարի առավոտ։ Ողջույն, շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Սիրով, Սեդ, ինձ հետաքրքիր է դու առավոտվա մարդ ես։ Այո, իմ ամենասիրելի օրվա հատվածը դա առավոտն է, քանի որ ես շատ սիրում եմ սուրճ խմել։ Օրվա ընթացքում շատ չեմ խմում, բայց չարաշահում, բայց առավոտյան սուրճը սիրում եմ նախ անկողնուս մեջ խմել, այդպիսի տրադիցիա կա կարելի ասել, մայրիկիս հետ, դա իմ համար ամենահաճելի պահն է, երբ որ օրինակ մենք թռնում ենք ինչ-որ մի երկիր բան, շատ դաժան է, որ այդ առավոտվա այդ պահը չեմ ունենում, դրանից գլխացավեր եմ ունենում։ Փաստորեն քո առավոտները սկսում են սուրճով։ Այո, դրանից է կախված ամբողջ օրվա տրամադրությունը։ Իսկ երաժշտությամբ։ Թե ավելի ուշ է երաժշտությունը։ Հա, ավելի ուշ, քանի որ իմ ամբողջ օրը երաժշտության մեջ է, սկսած համալսարանից, որտեղ որ սովորում եմ, ես կոնսերվատորիայի մագիստրատուրայի առաջի կուրս արդեն ավարտեցի, կարելի ասել երկրորդ կուրսի ուսանողուհի եմ։ Հետո արդեն փորձեր բենդի հետ, աշխատանքի բերումով կորպորատիվ միջոցառումներ, այսինքն օրը մի քիչ որ առավոտվանից սկսի, արդեն շատ կհոգնեմ երաժշտությամբ։ Փաստորեն առավոտը լինում է սուրճով, հետո երաժշտությունը օրվա կեսօրից հետո է միանում։ Այո, միանում եմ։ Սեդ, ինչ հետաքրքիր աշխատանքներ ունես, որովհետև գիտեմ, որ նոր այսպես նախաձեռնություն կա հայկական մեր շատ հայտնի եւ շատ սիրված երգերը նոր մշակմամբ ներկայացնել։ Այո։ Ոնց որոշեցիր այս ամեն ինչը անել եւ ինչ երգեր կան ընթացիկ։ Ես մեր հեռուստադիտողին ասեմ, որ ես ընդհանրապես ոչ ժողովրդական, ոչ աշուղական երգչուհի եմ, կարելի ասել, ես երգչուհի չեմ այդ ժանրի, ես փոփ, ջազ, ավելի այդ կողմի երաժշտություն եմ նախ շատ սիրում երգել եւ կրթված եմ հենց այդ կողմով, բայց քանի որ իմ ընտանիքում եղբայրս, հայրիկս փոքրուց, այսինքն մեր տանը այնքան շատ ա եղել դա ու գեներով նաև հասել է ինձ, շատ ուզում եմ, ասում են, որ լավ է ստացվում, անկեղծ ասած, նույնիսկ ասում են շատ ավելի հոգով ու ավելի մեզ հասանելի, ավելի մեզ դուրեկան է այդ ժանրում, քան մյուս, դրա համար նաև դրա համար, որ ժողովուրդը շատ լավ է տրամադրված այդ կողմի վրա, շատ ուզում եմ նաև ներկայացնեմ իմ մյուս կողմը, ոչ միայն իմ ժանրում լինեմ ու անեմ ամեն բան, քանի որ ես շատ կարևորում եմ առավել եւս հենց հիմա, քանի որ մեր երաժշտական ոլորտը այդքան էլ լավ վիճակում չի, իհարկե ես կարող եմ ասել վստահաբար, որ հանդիսատեսը լավ երաժշտությունը միշտ լսում է ու գնահատում, անխոս լավը միշտ իր տեղն ունի, բայց կողքից շատ վատ ու անորակ բաներ կան, որ ոնց որ թե խանգարում են ու իմ նման երիտասարդները այդպես մի քիչ համեստ չլինեմ ու ասեմ ու իմ նման երիտասարդները պարտավոր են մեր ազգայինը պահպանելու, որովհետև այսօրվա դրությամբ մենք բոլորս տեսնում ենք, որ մեր թշնամի ազգը ամեն բան անում է, որ մեր ունեցած այդ ամենակարևոր ու այդ վերագրի իրեն։ Հա, ամենակարևորը վերագրի իրեն ու մենք դարեր շարունակ եղել ենք այն ազգը, որ ունեցել ենք ֆանտաստիկ մշակույթ։ Մենք ունեցել ենք նարեկացի, մենք ունեցել ենք շնորհալի, ովքեր առաջինն են եղել, օրինակ պատարակներ գրելու առումով, որ ամբողջ աշխարհում, նույնիսկ եվրոպական երաժշտության մեջ չի եղել այդպիսի կուլտուրա։ Մենք ունեցել ենք այդպիսի մարդիկ ու շատ հիմա մի քիչ ուզում եմ անկեղծ ասած այս ամեն ինչից խոսելիս, երիտասարդները շատ բաներ չգիտեն ու դա շատ կողմեր ունի, շատ մարդիկ են մեղավոր դրանում։ Սկսած հեռուստաընկերություններից, վերջացրած ամեն պլատֆորմա, որտեղ պետք է պրոպագանդվի այդ ամենը, մանավանդ ասում եմ, հենց այս պահին։
Դե պրոպագանդվել է իր տեղին, բայց ինքնակրթությունը իհարկե ամենակարևոր եւ առաջնային տեղում է, այնպես որ հետաքրքրությունը հենց այդտեղից պետք է լինի։ Հիմա առաջարկում եմ իհարկե վայելենք Սեդա Սերանյանի երգերից սիրված երգերի շարան, տեսնենք եւ վերադառնանք։ Boyo bu sapet yer kartameri, muj
քաչերիս միթե չես տեսնում կանչում եմ մանուշյան միթե չես լսում առանց քեզ իմ հոգու հավքը չի երգում դե արի նազով արի սիրտս է կանչում առանց քեզ իմ հոգու հավքը չի երգում դե արի նազով արի սիրտս է կանչում յարքու սիրուց գարնան նման մացվել եմ բլբուլի պես քո ֆշերից խոցվել եմ սիրունի յալացել գուզեն լցվել եմ նազմյանի արի կարոտս առնեմ սիրունի յալացել գուզեմ լցվել եմ նազմյանի արի կարոտս առնեմ Արևես դուն ինձ համար նրբերես մի վար դալար մի վար դալար Ժանյակ ես դուն ինձ համար ունքերդ կամար կամար սերդ վարա Թե ինձնից խռովել ես խոսիր նորից Թե ուղիդ մոլորել ես դարձիր նորից Լուսին ես ամպիտակին դուրս արի ժամանակին Ամպերդ հող միշինի աչերդ շող միշինի Բագրատը քո ցավը տանի Բագրատը քո ցավը տանի Լուսին ես ամպիտակին դուրս արի ժամանակին Ամպերը հող միշինի աչերը շող միշինի Բագրատը քո ցավը տանի Բագրատը քո ցավը տանի Ահա, հայկական այսպես երաժշտություն մեր եթերում, սետ, քանի որ ժամանակ ընդհանրապես չունենք, կարճ երկու բառով ասա նոր աշխատանքի մասին, որը գիտեմ պատրաստում ես։ Մյուս շաբաթ խոստանում եմ արդեն մյուս շաբաթ, քանի որ արդեն տեսահոլովակը նկարված է, երգը ամբողջովին պատրաստ է, կներկայացնեմ նոր երգ, քանի որ հիմա բացի այս ծրագիրը, որ ունեմ նաև հայկական երգեր ներկայացնելու, ուզում եմ քիչ-քիչ արդեն իմ երգերը ներկայացնեմ, եւ պարային, եւ դանդաղ, այդպես այս մեկը պարային է լինելու, խոստանում եմ ուրախ տրամադրություն փոխանցել մեր հանդիսատեսին։ Ոնց որ միշտ։ Շնորհակալություն առավոտը ինձ հետ սկսելու համար եւ շնորհակալություն աշխատանքների համար, որոնք անում ես։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, բայց հետո կվերադառնանք եւ կամ փոփենք այսօրվա առավոտը։